Ողջույն սիրելի բարեկամներ, եթերում առականին է։ Ասում են, որ մի մարդ է եղել։ Սրան ունեցել է մինուճար մի տղա։ Հերը որդուն աչքի լսից ավելի է սիրել։ Ինքը չի կերել, որդուն է տվել։ Ինքը ծարավ է մնացել, ջուրը որդուն է հասցրել։ Ինքը չի հագել, որդուն է հագցրել։ Այդպես տղին մեծացնում է, պսակում, մուրազին հասցնում։ Օրերը գալիս են իրար հետևից, գալիս են, անց են կենում։ Տղին տարիք է առնում, հերն ավելի մեծանում, պառավում է, աչքի լիսը խավարում, ձեռու ոտից ընկնում է, չի կարենում մի բան էլ անի։ Տղեն տեսնում է, որ հերը իր վզին բեռ է դառել, էլ երկար չի մտածում։ Մի ջվալ է վեր ունում, այդ ոտ ու ձեռից ընկած հորը գցում է մեջը, շալակում, տանում իրանց սարը, այնտեղ մի քերծով վեր գցում։ Ժամանակը չէ որ գալիս է ու անց կենում։ Էս իրա հորը քերծովը վեր գցած տղի ժամանակն էլ է հասնում։ Սա էլ հոր նման պառավում, ձեռու ոտից ընկնում է։ Հիմի սրա տղան է։ Տեսնում է, որ հերը ծանրություն է տալիս իրան, գցում է ջվալի մեջ, շալակում, բերում սարը, որ քերծովը վեր գցի։ Ասում է. ապի, էստեղ վեր կաց, ես էսա գալիս եմ։ Որդի, ասում է հերը, ես գիտեմ, թե ինչի համար ես բերել ինձ էստեղ, ամա տեղը էս չի, այն կողմնա տեղը, այն քերծովը վեր գցի, ես իմ հորը հրեն այն քերծովն եմ վեր գցել։ Հոր խոսքերը, որ լսում է տղեն, ոնց որ թե ուշքի է գալիս, մտածում է, թե որ ժամանակը գա, ինքն էլ պառավի, հալից ընկնի, իրա տղեն էլ պետքա բերի, սարի քերծովը վեր գցի։ Սուս ու փուս վեր անում հոր ձեռը աչում։ Մենակ մի բան ասում, ապի ասում է, թե կարաս բախշի իմ ես արարմունքը։ Այ որդի, ասում է հերը, մեղավորը դու չես։ Ես որ իմ հոր իմ ձեռովը չսպանեի, հիմի իմ որդին ինձ էստեղ չեր բերի։ Տղեն լավ հասկանում է հոր խոսքերն էլ, իր աններելի արարմունքն էլ։ Հորը բերում է տուն, պատվով պահում, պահպանում, երբ որ ժամանակը գալիս է, հերը մնացած ումրը որդուն է տալի, մեռնում է։ Տղեն մեծ պատվով թաղում է հորը ու իրա երեխանցն էլ սովորեցնում մեծի պատիվը պահելը։ Սիրելիներս, ձեզ հետ է Մանուշակ Շիրինյանը։ Կհանդիպենք, լավ մնացեք։